Երկրների միջև խաղաղության պայմանագրերը այն պայմանագրերն են, որոնք համապարփակ կերպով անդրադառնում են երկրների միջև առկա ամենախնդրահարույց հարցերին եւ տալիս են դրա լուծումներ։ Այն թուղթը, որով դուք ստացել եք Ադրբեջանի հետ, որի վրա գրված է խաղաղություն, դուրս են մնացել բոլոր հիմնական հարցերը՝ գերիներից սկսած, Արցախահայերի իրավունքից սկսած, միջև տարածքների դեօկուպացիայի հարց, դուք ինքներդ էլ նոր ասացիք, ես պիտի ասեի, կոմունիկացիաների անգամ սկզբունքը այդ հարցերում, այսինքն ամենակնճռոտ հարցերը, որ կան, չեք հասցեագրել։ Ուզեցել եք քարտեզ ամրագրել, որով տարածքային ամբողջականությունը մեր ճանաչվում է, դա էլ չեք կարողացել անել։ Միակողմանի զիջումներ եք արել, Ադրբեջանը պահանջ չկա, որ չի ֆիքսել այդ թղթում, ու եկել եք հաղթանակ եք ներկայացնում։ Ես պարզ հարց ունեմ։ Մեր ժողովրդին կասեք մի հատ, գերիներով, օկուպացված տարածքներով, այլ երկիր, կա որ խաղաղությունը հաստատել, ու ասում եք խաղաղությունը արդեն եկել է։ Մի հատ օրինակ բերեք, էլի միջազգային այդպիսի։ Նիկոլ Փաշինյանին։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, բայց նախ ձեր չհարցին պատասխանեմ։ Մեջբերում եմ ձեզ համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ձեր ջատագովությամբ ընդունված Սահմանադրության 152-րդ հոդվածից։ Վարչապետը կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է, վարչապետը որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է կառավարության գործունեությունը եւ համակարգում է կառավարության անդամների աշխատանքը։ Հիմա հասկացաք, թե ով որ այս որոշած ուղղությունների գրծից դուրս է, ինչի է դուրս կառավարությունից։ Այսինքն դուք այս աղմուկ եք արել, հակասահմանադրական, դուք նույնիսկ սահմանադրությունը չեք կարդում։ Դուք նույնիսկ ձեր ընդունած սահմանադրության տեքստից գաղափար չունեք, թե ինչա գրած այնտեղ։ Եվ ձեզ մենք պետք է ձեր ջատագոված սահմանադրությունը նույնիսկ լիքբեզ անենք։ Մնացած մասով Ուրեմն ես իմ ուղերձում, որը ունեցել եմ օգոստոսի 18-ին, ասել եմ Ժորժ ջան, այո, հարցը, արդյոք մենք ունենք օկուպացված տարածքների խնդիր, այո, ունենք, բայց այդ որ ես ասում եմ եկեք մեր բանաձևերը մի հատ պետք է փոխենք, եթե մենք դա անում ենք, եթե մենք արձանագրել ենք միմաց տարածքային ամբողջականության ճանաչում 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա, մենք պետք է ընդունենք, որ այո, տարածքներ կան, որ մեր ինքնիշխան տարածքներն են եւ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց պետք է ընդունենք նաեւ, որ մեր վերահսկողության ներքո կան Ադրբեջանի տարածքներ, եթե չընդունենք, էսա խաղաղությունը։ Դուք ասում եք, որ խաղաղության պայմանագիրն է նա, որ համապարփակ լուծում է տենց բոլոր հարցերը։ Ես ձեզ ասում եմ, մարդկության պատմության մեջ ոչ մի այդպիսի խաղաղության համաձայնագիր ոչ եղել է, ոչ էլ կլինի, չի լինում այդպիսի բան։ Ընդհանրապես գոյություն չունի այնպիսի պայմանագիր, որ բոլոր հիմնական հարցերին կարգավորում տա, որովհետև եթե բոլոր հիմնական հարցերը լուծված են, ուրեմն ընդհանրապես հարաբերություն գոյություն չունի։ Որտեղ ես նոր ասեցի ուրիշ հարցինի պատասխան, որ միջազգային հարաբերությունները հենց հիմնական հարցերի շուրջ կառուցվող խոսակցություններն են, քննարկումները եւ պայմանավորվածությունները։ Այո, Հայաստան եւ Ադրբեջանը 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա հաստատել են խաղաղություն։ Ինչ վերաբերվում է Ղարաբաղի մեր հայրենակիցների հետ կապված հարցին, ես դրան արդեն անդրադարձել եմ եւ ասել եմ, որ ես այդ խոսակցությունը նախ դրանից առաջ հայտարարել եմ, որ Հայաստանում Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու եւ Հայաստանի քաղաքացիներին կոչ եմ արել, ասել եմ ես, որպես վարչապետ, տանում եմ այս քաղաքական գիծը, սիրելի քաղաքացիներ, եթե համաձայն չես սրա հետ, ես թերևս աշխարհի միակ
գոնե իմ իմացության շրջանակներում վարչապետն եմ, որ ժողովրդին կոչ արել, որ ասել է, սենց բան կա, եթե համաձայն չեք, խնդրում եմ հեղափոխություն արեք։ Ժողովուրդը չի արել այդ հեղափոխությունը, նշանակում է ժողովուրդը այդ ընդունել է, ընկալել է եւ մենք շարունակում ենք այդ ճանապարհով։ Եվ ես ասում եմ, որ վերադարձի թեմաները գեներացնողները դա չեն անում փախստականների համար։ Ընդհակառակը դա անում են նրա համար, որ այդ մարդիկ հավերժ մնան փախստական։ Մենք նրանց համար տներ ենք կառուցում, չենք կառուցում։ Տներ ենք, հնարավորություն ենք տալիս, որ իրենք տուն ունենան, աշխատանք ունենան, քաղաքացիություն ունենան։ Մենք նրանց եւ մեզ բոլորիս այդ պանդուխտի վիճակից հանում ենք, ասում ենք ժողովուրդ, իրական Հայաստանի գաղափարախոսությունը նրա մասին է, որ մենք պետքա դադարեցնենք երազանքի, հայրենիքի փնտրտուքը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է։ Էսա ձեր հարցին իմ պատասխանը, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, արձագանք։ Էլի եմ ասել, այդ ձեր կոչին հեղափոխություն արեք համաձայն չեք։ 2020 թվականից հետո Հայաստանում բոլոր տասնյակ հազարավոր մարդիկ ընդգրկող շարժումները եղել են ձեր արտաքին, քաղաքական ուղեգծին ընդդեմ։ Գուցե պետք չի ամեն անգամ կրակել ձեր դեմ ցույց անող քաղաքացիների վրա, հետո բողոքել, որ մարդիկ չեն կարողանում հեղափոխություն անել։ Դուք մարդկանց բանտարկում եք ձեզ քննադատության համար։ Հիմա հենց եք ասում եք հեղափոխություն արեք։ Էս այդ մասով։ Վստահ եմ իշխանափոխություն անպայման մի օր կլինի։ Բոլորը չէ, մեկ հիմնական հարց լուծող բան փաստաթուղթ գոնե ստանայեք։ Ասում եք բոլոր հարցերը լուծող բոլորի մասին չէ, հիմնական խնդիրների, բոլորը չէ, մեկ հիմնական հարց, որը լուծել եք այս պայմանագրով։ Ձեր պատասխանը բոլոր դեպքերում նույնն է։ Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այդ ենք մենք ձեռք բերել եւ խաղաղություն։ Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է միջազգային կազմակերպություններին անդամակցելով։ Մենք հարցնում ենք ինչ ուրվագծով, ինչ սահմանով։ Դրա համար դուք փորձել եք 6 առաջարկով քարտեզ ֆիքսել, չեք կարողացել։ Դուք Ադրբեջանին մի 5 անգամ այդ գրավոր քառակուսի կիլոմետրերով ճանաչել եք։ Դրա հայլային մենք չունենք։ Այն խաղաղությունը, որ դուք եք բերել, այդ խոստում, այդ անվանուն, որ գրել եք, այդ ճիշտ ոնց որ Արցախում եք խաղաղություն բերել, խաղաղություն առանց հայերի։ Այդ նույն խաղաղությունն է։ Այդ խաղաղությանը մենք խաղաղություն առանց հայերի կոնցեպտին կողմ չենք։ Ինչ վերաբերում է արդեն որպես ամփոփում, մենք այս պայմանագրին կանադառնանք, ուղղակի ֆիքսենք, որ դուք օրինակ մի հատ չեք կարողանում բերել։ Մի ամիս է գոռում գոչում եք, որ տարածաշրջանում դարակազմիկ դարի խաղաղություն եք բերել, մի հատ օրինակ, որ գերիներով ու օկուպացված տարածքներով խաղաղություն ա եղել։ Ֆիքսենք, որ դուք չեք կարողանում մյուս քննարկումների ընթացքում ազգային ժողովի հետևեք 10 րոպեանոց ելույթներին բոլոր ձեր ստորագրած կետերին անպայման անդրադառնալու ենք։ Կներեք դուք հայ չեք։ Եթե կասկած կա մեզնից ով հայ չի, հաստատ դա դուք եք, ես չեմ։ Շատ լավ, բայց ես իմ մասին չեմ ասում, ձեր մասին